Եվ այսօր Կիրակի է, Տիրոջ օրն է, դրա համար մենք այստեղ ենք, Տիրոջ տան մեջ ենք եւ իսկապես օրհնված ենք, որ Տիրոջ տան մեջ ենք։ Երեք, այսինքն այսօր էլ նայում էի մեր Աբովյանի ժողովը եւ մեր հրաշալի եղբայրներից մեկը Սամվել եղբայր կար, ասում է դուք երանելի եք, որ այստեղ եք, որ երանելի եք, որ այսօր այստեղ եք, որովհետեւ այսօր այլևս չի կրկնվի։ Հետո արքիր այ ես գնացի մտածեցի, ինչ հետարքիր բան է ասում։ Այդ օրը չի կրկնվի, այդ ժողովն էլ չի կրկնվի։ Դրա համար ամեն անգամ որ ասում ենք, դե այս Կիրակի չեմ գա, այն մյուս Կիրակի կգամ, այս Կիրակի օրհնությունը մյուս Կիրակի չի լինի։ Ամեն անգամ Աստված մեզ առիթ է տալիս եւ այդ առիթներից էլ մենք պետք է օգտվենք, փառք Աստծուն։ Այն падգամը, որ պատրաստել եմ ձեզ համար, հուսով եմ, որ նաեւ անգլերենով էլ ձեզ հասանելի կլինի եւ Երիկը կօգնի ինձ այդ հարցով, հայերեն մի ուրիշ վերնագիր ունի, անգլերեն ուրիշ վերնագիր, բայց իրանք իրար լրացնում են։ Հայերեն այսպես է կոչվում՝ նեղված ենք, բայց ճնշված չենք։ Նեղված ենք, բայց ճնշված չենք։ Իհարկե անգլերեն մի քիչ տարբեր է հնչում, անգլերեն ավելի շուտ ասում է ճնշված ենք, բայց ոչնչացված չենք։ Դրա համար անգլերեն այսօրվա падգամը այսպես եմ անվանել. pressed to be blessed։ Լավ է, կհիշեք թե չէ։ Pressed to be blessed։ Կարող ենք իրար հետ ասել անգլերենով pressed to be blessed։ Ամեն անգամ երբ որ ճնշումները գալիս են, կարող ես ուղղակի կանգնել եւ ասել pressed to be blessed։ Ես ճնշվում եմ, որպեսզի օրհնվեմ։ Այդ ճնշումը ինձ չի խորտակելու, ինձ չի քանդելու, այդ ճնշումը ինձ օրհնելու է եւ ինձ շինելու է։ Երկրորդ Կորինթացիներին 4 գլխի մեջ Պողոս առաքյալը կիսվում էր իր նեղությունների եւ կրած դժվարությունների մասին ավետարանի համար։ Երկրորդ Կորինթացիներին 4 գլուխ 8-րդ խոսքից ասում է. ամեն բանում նեղված ենք։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք։ Ճնշված այսինքն խորտակված չենք, խեղճացած չենք, նեղված ենք։ Տեր Հիսուսն էլ ասաց, որ աշխարհի մեջ ինչ կունենաք, նեղություն կունենաք։ Ուզում եմ այստեղ հարց տալ, ովքեր նեղություններ չունեն։ Որ ասեմ ունեն, բոլոր ձեռքը բարձրացնենք, չէ՞։ Կամ մեկը որ չունեն, չունեցողը հիմա ամոթից ձեռ չի բարձրացնի, ասում հիմա ձեռ բարձրացնեմ մարդիկ ասեն, այսի նեղություն չունի, գնանք նեղացնենք իրան ուրեմն։ Բայց ամեն մեկս էլ մեր կյանքում նեղություններ ենք ունենում, Տեր Հիսուսն էլ ասաց, բայց փառք Աստծո բայցի համար, ասաց կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Նեղություն կունենաք, բայց քաջացեք։ Ճնշվում ենք, բայց չենք ճզմվում, չենք քարուքանդ լինում։ Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք։ Կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք։ Շատ բաներ կա, որոնց կարիքը մենք ունենք, բայց այդ կարիքը մեզ հուսահատ չի դարձնում։ Հետո շարունակեց եւ ասաց. հալածված ենք, բայց լքված չենք։ Կա այստեղ մեկը, որ հավատքի համար երբևէ հալածվել է։ Մարդկանց թվում է, թե Ամերիկայում հալածանք չկա։ Պետությունը կարող է քեզ չհալածի, բայց քո ամուսինը կարող է քեզ հալածել, չէ՞։ Քո հարևանը, հարազատը, բարեկամը կարող է քեզ հալածել։ Կյանքն է մեզ հալածում։ Հալածված ենք, բայց լքված չենք։ Անկյալ ենք, անկյալ բառը ուզում եմ ուշադիր չխառնեք անգյալի հետ։ Ովքեր կարող կարդեն ասեն, ինչ լավ, փաստորեն առաքյալն էր անգյալ էր։ Չէ, անկյալ այսինքն ընկած ենք, բայց կորսված չենք։ Քանի անգամ ասում չենք։ Եթե անգամ նեղության մեջ է լինենք, բայց միևնույնն է կորած չենք։ Շատ անգամ կես կարող է թվալ արդեն օդը չի երիքում, շնչահեղձ ես լինում, չես կարողանում, այնքան նեղված ես ամեն կողմից, այս շնչելդ էլ չի գալիս ու մտածում ես սա վերջն է, բայց Աստված ասում է նեղված ես, այո, բայց կորսված չես։ Նկատում եք Պողոս առաքյալը վերջում ինչ է ասում, որ այս ամենի մեջ էլ կորսված չենք։ Քույրեր եղբայրներ, մենք կորած չենք։ Մարդիկ կան աշխարհի մեջ, չի ասում են մենք կորած ենք, մենք կորանք, հիմա սա վերջն է։ Ինչերի միջով որ ուզում ես անցի, բայց Աստծո խոսքը սա է ասում, դու կորսված չես։ Քեզ համար հույս կա, քեզ համար ելք կա այդ վիճակի մեջ։
ճնշումը միշտ չի որ խոսում է վտանգի մասին, վատ բաների մասին, ճնշումը գործընթաց է, որ Աստված թույլ է տալիս մեր կյանքի մեջ, որովհետև եթե ճնշում չկա, ինչ չկա, կյանք չկա։ Մենք հայրը շատ ենք սիրում ասել, չէ, ճնշում ունեմ։ Ուզում եմ հարց տամ, ով ճնշում չունի։ Թեպետ մի անգամ ուկաս երբոյս տարել է հիվանդանոց, որ ստուգեինք այնքան մանեկան մի բան գտնենք իր մարմնի վրա, որ ասենք խելոք մնա մի քիչ կեր, էս մի արա, այն մի արա, հանգիստ տեղի, ոչ մի բան չգտանք։ Վերջում բժիշկը չափում է իր ճնշումը, ասում է հայրիկ ջան, ճնշում ունեք, ասում է ճնշումն ինչ է։ Ասում է 28-70-ա ձեր ճնշում, հետո շուռ եկե ինձ նայում, ասում է լավա թե վատա։ Իսկ այնքան ճնշում չի ունեցել, չգիտե լավա թե վատա։ Բայց ով ճնշում չունի։ Մեկը կա որ ճնշում չունի, մեռած մարդը ճնշում չունի։ Եթե ճնշում չկա, նշանակում է մահ։ Եթե ճնշում կա, նշանակում է մենք դեռ ապրում ենք, շարժվում ենք, կյանքը շարունակվում է։ Եթե անցնում ես ճնշումներով, չի նշանակում, որ Աստված քեզ լքել է, բայց նշանակում է Աստված քո կյանքում գործ է անում։ Կան այստեղ մարդիկ, ովքեր ճնշումներով են անցնում։ Զգացել ես մի բան քեզ ճնշում է, կյանքը քեզ ճնշում է, փողերը, պարտքերը, խնդիրները, աշխատանքը, գործի տեղում են ճնշում քեզ, մտքերն են քեզ ճնշում։ Եվ հերիք չի ճնշում են, կարծես ուզում են քեզ ճզմեն։ Եվ մենք այսօր 4 բանի մասին կխոսենք, որ կտեսնենք, որ դրանց արդյունքը որքան գեղեցիկ է լինում։ Առաջինը կխոսենք խաղողի մասին, հետո կխոսենք դիթապտղի մասին, հետո կխոսենք ադամանդի մասին, հետո կխոսենք ոսկու մասին։ Այս 4-ը իրար հետ կապ ունեն եւ այս 4-ը քեզ հետ կապ ունեն։ Առաջին բանը ճնշման վերաբերյալ, երբ որ մենք նեղվում ենք, ճնշվում ենք, pressed to be blessed, իշեք վերնագիրը, առաջինը խաղողն է։ Խաղողը ճզմվում է։ Տեսել եք ինչպես է խաղողը ճզմում։ Ով է տեսել հին մի հատ ֆիլմ կա Չելենտանոից, չգիտեմ տեսել եք թե չէ, որ կանգնում է այդ տակառի վրա, հետո սկսում է պարել, ինչպես են ճզմում խաղողը։ Ոտքերով են ճզմում խաղողը, չէ։ Մարդ կանգնում է խաղողի վրա, սկսում է տրորել եւ տրորել, մինչեւ որ արդյունքը ինչ է լինում, գինի է լինում։ Ուրեմն խաղողը ճզմվում է, որ ոչ թե աղբ դառնա, ոչ թե ոտքի տակ ընկնի ու վերանա, խաղողը որ ճզմվում է մի նպատակի համար է, որ գինի դառնա։ Երբեմն Աստված թույլ է տալի մեր կյանքի մեջ ճնշումներ կան, մարդիկ կան մեր կյանքի մեջ, որ սկսում են մեզ ճզմել իրանց ոտքի տակ, իրանց լեզվի տակ, իրանց ձեռքի տակ ճզմվում ենք մենք։ Եվ շատ անգամ կարող ենք շփոթվել եւ ասել ինչու համար է սա լինում մեր կյանքի մեջ։ Հիշում եք Տեր Հիսուսն ասաց ես եմ որդատունկը եւ դուք ինչն եք, ճյուղերն եք։ Բայց ճյուղը պիտի պտուղ բերի, չէ՞, Հիսուսը խոսում էր պտուղի մասին։ Որն է որդատունկի ճյուղերի պտուղը, խաղողը։ Իսկ խաղողի արդյունքը որն է։ Ինչ նպատակով են խաղող ստանում, որպեսզի գինի ստանան։ Հիշում եք Հիսուսը խոսացինք այն անգամ չէ, ջուրը ինչ արեց, գինի դարձրեց։ Դա մեծ խորհուրդ ունի իր ներսում։ Աստված էլ ուզում է քո ներսի խաղողների ողկյուզներից գինի սարքի։ Բայց դա չի դառնում պարզապես ինչ որ մի գործողությամբ, մի խոսքով, այլ երբեմն թույլ է տալիս, որ խնդիրները քեզ ճզմեն, որպեսզի քո ներսից գինի դուրս գա, նոր որակ դուրս գա, նոր կյանք դուրս գա։ Երբ որ քեզ ճզմում են, ինչը կարող է քեզ ճզմել։ Մարդիկ կան ասում են պարտքերի տակ, հայերեն մի հատ ուրիշ բառ էլ կա, ասում են ճկռում եմ։ Լսել եք դες բառ, պարսկայր չեն ասում, չէ՞, ճկռալ։ Այսինքն ճզմվում են, ջարդվում են պարտքերի տակ։ Երբեմն դժվարությունները կարող են մարդուն ճզմել, խնդիրները, պատասխանատվությունը, ցավը, հիասթափությունները ճնշում են քեզ, ճզմում են քեզ, բայց դա նրա համար է, որպեսզի քեզանից մի բան դուրս գա, որը գինու պես գեղեցիկ կլինի, որը որակ կապահովի, եւ դա կարող է լինել համբերությունը, դա կարող է լինել հույսը, կարող է լինել սերը, կարող է լինել խաղաղությունը։ Իհարկե ոմանք որ ճզմվում են, հետո էլ մի քիչ թթվում են, իրանք ինչ են դառնում, քացախ են դառնում։ Այդ նույն խաղողը, որ կարող էր գինի տալ,
նույն խաղողը քացախ է տալիս եւ թթու է եւ տհաճ է մարդու համար չես կարող մեկը վերցնի քացախով լի բաժակը կենաց խմի ուրիշների համար չէ Տեր Հիսուսին որ ուզում էին ծաղրել ջրի փոխարեն իրեն քացախ տվեցին քացախ այսինքն մի բան որ թթված է մի բան որ փչացած է եւ երբեմն մենք էլ եթե ճնշումների տակ ճզմվելու ժամանակ թթվենք գինի չենք դառնա քացախ կդառնանք Աստծո գործը կփչացնենք բայց եթե մեկը մեզ ճզմում է եւ մենք խոնարհաբար տանենք այդ վիճակը Աստված մեզանից գեղեցիկ գինի դուրս կհանի սիրո գինի քաղցր գինի համբերության գինի մի նոր որակ մեր բնավորության մեջ ուրեմն երբ որ քեզ ճզմում են միշտ ապիր քացախ դառնալ թթվել մարկանց անպատվել պարզապես մի բան ասա որ հիմա ես անցնում եմ դժվարությունների միջով բայց Աստված նպատակ ունի I'm pressed to be blessed I'm pressed to be blessed Եվ այստեղ հարց է առաջանում, երբ որ քեզ ճզմեն, թույն դուրս կգա քո միջից, թե գինի դուրս կգա քո միջից։ Շատ անգամ մենք իրականությունը մեր ներսի երևում այն ճնշումների ժամանակ, երբ որ ամեն բան լավ է, շատ հեշտ ենք մենք խաղում, նկատել եք թե չէ։ Գեղեցիկ ենք, շատ կուլտուրական ենք, շատ հաճելի ենք, ժպիտ կա մեր դեմքին, գեղեցիկ հագնվում ենք, բայց երբ որ մարդիկ մեզ ճնշում են, այդ ժամանակ է երևում թե ինչ կա քո ներսում։ Ինչի Աստված Իսրայելին տարավ անապատ, ոչ թե որ տանի քանի երկիր, նախ առաջինը որ իրան մոտեցնի, դա էր նպատակը, բայց երկրորդ ասեց բերեցի այստեղ, որպեսզի քո սրտի եղածը քեզ ցույց տա։ Հենց նեղությունների մեջ է երևում մեր իրական հոգևոր վիճակը, հոգևոր դրությունը, մեր որակը։ Հիշում եք մի խնջույքի ժամանակ թագավորը Աստծո տան անոթներից էր օգտվում, մեծ բաներ էր խոսում, բայց հետո Աստված ասեց ես եկա որ քեզ կշռեմ ու դու թեթև գտնվեցիր։ Ճնշումները մեզ կշռում են, թե որքան իսկական են մեր հավատքը, որքան օթենտիկ է մեր խոսքը, մեր աղոթքը, մեր սրբությունը։ Մի անձնավորություն կար Հորացիո Սպաֆորդ անունով, որ շատ բան չի տալիս իր անունը ձեզ, բայց իր երկի բառերը, որ ասեմ, շատերդ կհիշեք հատկապես հին հավատացյալները։ Չիկագոյում էր ապրում իր ընտանիքի հետ, քրիստոնյա էր, ծառայող էր, սիրում էր Տիրոջը, պաշտում էր Տիրոջը, իրավաբան էր, գործարար էր նաև, բայց 1871-ին Չիկագոյում մեծ հրդեհ եղավ եւ իր ամբողջ բիզնեսը, իր տունը, ամեն ինչ մոխրացավ, ամեն ինչ կորցրեց ձեռքից տվեց, մեծ անհաջողություն, ճզմվում էր ինքը։ Մի քանի տարի անց նա որոշեց ընտանիքով մեկնել Եվրոպա, հետո որոշեց կնոջը եւ իր 4 աղջիկներին ասեց դուք գնացեք, հետո ձեզանից հետո ես կգամ, գործերը կկարգավորեմ, հետո մենք կգնանք այնտեղ ապրելու եւ իր ընտանիքին ճանապարհեց Եվրոպա, երբ որ ճանապարհին վթար տեղի ունեցավ, նավը խորտակվեց, 4 աղջիկները մահացան եւ միայն կինը փրկվեց։ Երբ որ կինը որ փրկվեց վերադառնում էր Միացյալ Նահանգներ եւ Հորացիո Սպաֆորդը դուրս գնաց նավահանգիստ իր կոտրված դժբախտ կնոջը դիմավորելու եւ տեսավ որ այդ նավը մոտենում էր եւ չգիտեր ինչպես պիտի մխիթարեր իր կնոջը, կինը չգիտեր իրեն ինչպես պիտի մխիթարեր, շատ ծանր վիճակ էր։ Հետո կինը դուրս եկավ նավից եւ մի բան ասաց. միայն ես փրկվեցի եւ լացեց։ Սպաֆորդը անմիջապես իր բերանը բացեց եւ մի խոսք դուրս եկավ իր սրտից. It is well with my soul։ Լսել եք այդ բառերը ծանոթ են ձեզ եւ գրվեց քրիստոնեության մեծագույն հիմներից մեկը, մեծագույն օրհներգություններից մեկը, որ թեպետ ես ճնշված եմ, ճզմված եմ, հիմա կարծես ջախջախված եմ, բայց իմ հոգու համար բարի է։ Հայերեն էլ կարծեմ այդ երգը կա հայերենով, չէ՞, բարի է իմ հոգու համար։ Գրեց այս բառերը հետևյալ, ես ցավոք սրտի չեմ կարող երգել, բայց Էրիկը մի օր գուցե երգի այս երգը։ When peace like a river attendeth my way, when sorrows like sea billows roll,
Whatever my lot, thou hast taught me to say, it is well with my soul. Եվ կրկներքը, it is well with my soul. It is well with my soul. Though Satan should buffet, though trials should come, let this blessed assurance control that Christ has regarded my helpless estate and has shed his own blood for my soul. Ես փորձել եմ հայերեն թարգմանեմ եւ այսպես է հնչում, երբ խաղաղությունն ինչպես գետ ուղիս է հորդում, երբ վիշտը ծովի ալիքի պես վրաս է գալիս, ինչ էլ որ բաժինս լինի այս կյանքում, դու սովորեցրիր ասել խաղաղ է իմ հոգում, խաղաղ է իմ հոգում, խաղաղ է իմ հոգում, խաղաղություն կա իմ հոգու մեջ։ Թե սատանան հարվածի, թե փորձանքներ գան, թող այս օրհնյալ վստահությամբ սիրտը շարժվի, Քրիստոսը տեսավ իմ անզոր դրությունը եւ իր արյունը հեղեց, որ հոգիս փրկվի։ Ինչ էլ որ ինչ վիճակների մեջ էլ որ անցնես, լինես, դու ճնշվում ես, որ օրհնվես։ Ցավից ցնծություն է գալիս, արցունքից արդյունք է գալիս, վերքից բերք է գալիս։ Ամեն արցունքից արդյունք է գալիս։ Սաղմոսն ասում է նրանք, որ լացելով գնում են, ուրախությամբ հնձելով հետ կգան։ Ուրեմն առաջինը խաղողը, որ ինչ է լինում, ճզմվում է, որ ինչ լինի, գինի դառնա։ Հետևաբար, երբ որ քեզ ճզմում են, միշտ ապիր մտածել, որ Աստված ինձ թողել է, ես մենակ եմ, Աստված ուզում է նոր որակ ստանա քեզանից, Աստված ուզում է քո կյանքը փոխել։ Երկրորդ ձիթապտուղն է։ Ձիթապտուղն էլ քամվում է, որ ձեթ դառնա։ Ձիթապտուղը քամվում է, որ ձեթ դառնա։ Տեսել եք ինչպես են քամում ձիթապտուղը, ինչպես են ստանում ձեթը, հետո առաջին կարծես այդ քամելը, որ լինում է, ամենաթանկն է։ Եվ իրանք կարծեմ ասում են extra virgin, չէ՞, լսել եք այդպես թե չէ։ Ինչ է սա նշանակում։ Քամվել այն պահն է, երբ ուժերդ էլ չեն երիքում, երբ որ զգում ես, որ էլ ուժ չունես, էլ սպառվել ես, բայց պետքա ճնշում գործադրվի, պետքա քամվի, որ յուղը դուրս գա նրա միջից։ Ձիթապտուղին չեն շոյում, որ յուղը դուրս գա։ Փապկասում բաներ չեն անում, որ յուղը դուրս գա, սխմում են, որ յուղը իր ներսից դուրս գա։ Իսկ ինչ է անում այդ յուղը, այդ օծության մեջ բժշկություն կա, չէ՞, անուշ հոտ կա։ Այդ յուղը մարսելի է դարձնում կերակուրները։ Հենց այս ժամանակ է Աստված սկսում գործել քո կյանքի մեջ, երբ որ գալիս են ճնշումները, դա նրա համար չի, որ քո հոգին քո մարմնից դուրս գա։ Դա նրա համար է, որ Աստված ուզում է քեզանից օծություն բխեցնել։ Հետևաբար, որքան ճնշումները շատ են, յուղդ ավելի առատ կլինի։ Որքան նեղություններով ես անցնում, դրա համար շատերը նայում են Պողոս առաքյալի կյանքին, ասում են, ինչ օծված եղբայր է այս եղբայրը։ Շատերը կան օծություն են խաղում, բայց շատերն էլ օծություն բխեցնում են։ Դու չես կարող կեղծել օծությունը։ Օծյալ մարդը հեռվից հեռու երևում է։ Իր խոսքը կշիռ ունի, իր գործը իրական է։ Եվ այդպիսին էր Պողոսը, անցնում էր ճնշումների միջով։ Ինչպես է այդ ձիթապտուղը ճզմվում։ Նա անցնում է հատուկ մի գործիքի միջով, որի անունն էր մամլիչ։ Ճնշում են իրան, ճզմում են իրան, որպեսզի յուղը դուրս գա։ Հիշում եք Տեր Հիսուս Քրիստոսը Գեթսեմանի պարտեզում էր։ Ես եղել եմ այնտեղ քանի անգամներ, եւ շատ կուզենամ ձեզ մի անգամ տանեմ այնտեղ։ Մինչև իմ այնտեղ ծառեր կան, որ ասում են 2000 տարվա ծառեր են դրանք։ Գուցե այդ ծառերի տակ Հիսուսն էր աղոթում։ Բայց հիշում եք ինչ ասաց իր աշակերտներին, ինչ վիճակի մեջ էր Հիսուսը, հոգեկան, հոգևոր ինչ ապրումների մեջ էր, ով է հիշում։ Ասաց հոգիս, մահու չափ ինչ է, տրտմած է։ Հնարավոր է, որ երբեմն դու էլ անցնես նման տրտմությունների միջով։ Հիսուսը ամենագեղեցիկ պարտեզում էր գտնվում, բայց ամենատգեղ վիճակի մեջ էր, ամենաճնշված վիճակի մեջ էր։ Դու գիտեք, այդ պարտեզը Գեթսեմանը ինչ է նշանակում։ Ես այսօր եբրայերենով նայում եմ եւ հետարքիր մի բան բացահայտեցի ինձ համար։ Գեթսեմանի եբրայերեն գատ շմանին բառն է, որ նշանակում է ձեթի մամլիչ, այսինքն ճզմվելու տեղ,
որտեղ այդ պտուղները հավաքում էին, յուղ էին ստանում, որ տաճարի ճրակակալի համար մատակարար էին, որտեղ այդ յուղը լույս էր տալիս։ Հետևաբար Աստված էլ երբեմն մեր կյանքի մեջ թույլ է տալի, որ մենք ճզմվենք, որ մեր յուղից լույս ստանան ուրիշները։ Թույլ է տալիս նեղություններով անցնենք, ինչպես Հիսուսն անցավ։ Նա այնքան ծանր նեղության մեջ էր, որ աղոթում էր, ասում էր, Հայր, եթե հնարավոր է այդ բաժակը իմ կողքով անցնի։ Հետո ասում է, որ նրա քրտինքի պես արյունը ինչ էր անում, հոսում էր, գուցե մազանոթներն էին պայթել, քրտնած էր, տարերքի մեջ էր, ցավի, վշտի մեջ էր Հիսուսը։ Դա իր կյանքի ամենածանր գիշերն էր, որովհետև հաջորդ օրը պետքա խաչի վրա նա աշխարհի ամենամեծ հաղթանակը տաներ։ Զիթապտուղը պետքա ճզմվի, քամվի, որ իր միջի հեղուկը դուրս գա եւ կյանք պարգևի։ Ինչն է քեզ այսօր քամում։ Իհարկե կան մարդիկ, որոնք մեզ քամում են։ Դրա համար այսօր հարցը նաև սա է, ով է քեզ քամում։ Աստված թե աշխարհը։ Կան այդպիսի մարդիկ, որոնց հետ դու շփվում ես եւ զգում ես, որ անգլերեն կարծեմ դրան ասում են drained, չէ՞, որ ամբողջ ուժերը գնաց, էներգիա տարավ։ Ես նրանց ասում եմ հոգեբանական ձևով իրանց ասում եմ վամպիրներ, հոգևոր վամպիրներ, որ այնքան են խոսում ուժերը գնաց արդեն, էլ ուժ չի մնացել քո վրա։ Գլուխը ցավում է, քեզ դատարկ ես զգում, բայց երբ որ Աստված է քեզ քամում, դա նրա համար չի, որ դու ուղակի դատարկ զգաս քեզ։ Դա դրա համար է, որ ինչ որ քո մեջ կա, չմնա քո մեջ։ Դուրս գա ուրիշների համար բժշկություն եւ օրհնություն լինի։ Դրա համար է, որ շատերը կանգնում են վկայություն են տալիս, իրանց վկայությունից ուրիշները բժշկվում են եւ օրհնվում են։ Թույլ տան քույրեր եղբայրներ, Աստված մեզ քամի։ Ոսգեն եղբայր ջան, չեմ ուզում, մեղայ Աստծո, տես բան մի ասա, թող ես իմ համար ապրեմ, իմ համար ապրեմ։ Աստված չի ուզում, որ դու քո համար ապրես։ Չեք ասում ամեն։ Ես հոս Ամերիկայի Ոսգեն եղբայր, զգուշ եղի այդպիսի բաներ մի ասա։ Ամեն մեկը private կյանք ունի այստեղ։ Ես հավատում եմ հավատացյալ Աստծոդ էլ private կյանք չունի։ Մեր կյանքը Հիսուսի կյանքն է։ Նրան է պատկանում։ Ամեն։ Ուրեմն առաջինը խաղողը ինչ պիտի լինի։ Ճզմվի եւ գինի դառնա։ Ձիթապտուղը ինչ պիտի լինի։ Պիտի քամվի եւ յուղ դառնա։ Երրորդը։ Որ ասում են երրորդ արդեն հասկանում են քարոզը գնալով վերջամիջ լավ է որ 30 կետ չի քարոզը 4 կետա համբերեք։ Երրորդը ադամանդը պիտի տաշվի, հա, կամ ալմաստը պիտի տաշվի ադամանդ դառնա։ Չգիտեմ տեսել եք չտաշված ադամանդը ինչպես է, կարծեմ իրան ասում են ալմաստ, ռուսերեն ասում են ալմազ։ Հետո ալմազը երբ որ տաշվում են ասում են բրիլյանտ, հա, անգլերեն էլ ասում են, չէ՞, այդ բառը կա։ Պարսկերեն ինչպես է։ Ալմազ, ալմազ, ալմազը որն է։ Հենց այդ տաշած քարն է։ Ադամանդը։ Բայց ինքը այդպեսին չի բնության մեջ, չէ՞։ Այդպեսին չի, որ մարդը քայլում էր մեկը, էս ինչ գեղեցիկ փոքրիկ ադամանդ է։ Վերցնեմ դնեմ մատանիս վրա։ Ինքը անձև, անտաշ քար է։ Եվ իր մեջ շատ բաներ կան, որ օգուտ չեն իրան, իր գինը գցում են։ Դրա համար վերցնում է վարպետը եւ սկսում է իրան տաշել։ Տեսել եք ինչպես են տաշում ադամանդը։ Մեր Հայաստանում Աբովյանի կողքը մի հատ քաղաք կա, որ այդ քաղաքում սովետական ժամանակներից ադամանդի գործարաններ կային։ Եվ այդտեղի բնակչության մեծ մասը ադամանդագործներ էին։ Իրանց այդ խոսալ չէ լինում, բոլորը միլիոնատեր էին, հարուստներ էին։ Հետո փակվեց, բոլորը էլ լինում էր խոսալ նոր դրանից հետո։ Բայց այսօր էլ Աբովյանում ադամանդի գործարաններ կան։ Ադամանդը ինչպես է տաշվում։ Ադամանդով։ Ադամանդը ադամանդով տաշվում։ Եվ Աստված էլ ինչ-որ մի ադամանդ կբերի քո կյանքի մեջ, որ կտաշի քեզ։ Տեր Աստված, խնդրում եմ, չէ, պիտի տաշեմ քեզ, բայց այսքան է, այսքան դարձա։ Աստված գործ է անում։ Քո գինը քո մեծության մեջ չի։ Չէ, քո արժեքը քո մաքրության մեջ է։ Ինչքան մաքուր լինես, ինչքան տաշված լինես, այնքան արժեքդ վերև կգնա։ Հավատում եք դրան։
Համաձայն եք դրան։ Քույրեր եղբայրներ այսօր եկեղեցնեմ ինչքան անտաշ հավատացյալներ կան։ Չծիծաղեցիք։ Ուրեմն չկան։ Կան թե չկան։ Լավ է, ես եմ, այդ մեկը ես եմ, մի վիրավորվեք։ Բայց մենք կարիք ունենք, որ Աստված մեզ տաշի։ Մեր բնավորությունը տաշի։ Ինչքան տաշի, այնքան որ մի օր իր որդու նման լինենք։ Հովհաննեսն ասում է, չգիտենք ինչ կլինի մեզ այդ ապագայում, բայց մի բան գիտենք, որ երբ որ նա գա, նրա նման կլինենք։ Ով է ուզում Հիսուսի նման լինել։ Բայց դա այնպես չի, որ օպրես դու հաստատ կլինես։ Դա այնպես չի, որ դու քնես ու արթնանաս մեկ էլ, վայ, ես ոնց եղավ, որ ես ես փոխվեցի, Հիսուսի նման դարձա։ Հիսուսի նման ներենք, Հիսուսի նման համբերատար լինենք, Հիսուսի նման սիրենք։ Չէ, այդ նմանությունը չեմ ուզում, Վազգեն եղբայր, ուզում եմ Հիսուսի նման դևեր հանեմ, Հիսուսի նման հրաշքներ գործեմ։ Բայց Հիսուսը ուզում է նախքան այդ Հիսուսի նման սիրել իմանաս, Հիսուսի նման ներել իմանաս, Հիսուսի նման սուրբ լինես։ Իսկ դրա համար ինչ է պետք է որ դու տաշվես։ Նկատել եք այդ տաշելու process-ը ինչպես է, երբ որ տաշվում է, անկյուններ առաջանում, չէ՞։ Գեղեցիկ մի կորեր առաջանում, չգիտեմ ինչ որ մի ձև է ստանում այդ ադամանդը, եւ որքան մաքուր, այնքան գինը բարձր։ Եվ արժեքը գնում է դեպի վերև։ Ուրեմն Տեր, մենք էլ կարիք ունենք, որ դու մեզ ինչ անես։ Մարդիկ մեզ տաշում են, Աստված մեզ տաշում է։ Ուրեմն թող Աստված իր գործը անի։ Տեսել եք մարդ, որի բնավորությունը հղկված է։ Ասում են ինչ տաշված, հղկված մարդ է այս մարդը։ Չափ ու ձևված, բառերը չափավոր, վարքը գեղեցիկ։ Ամեն ինչ գեղեցիկ, բայց ինքը այդպես ոչ չի եղել։ Կյանքը, իրավիճակները, վերջ-վերջո Աստված իրեն տաշել է, փոխել է, արժեքավոր է դարձրել։ Հակոբոս առաջի գլխի մեջ 2-ից 4 խոսքերում ասում է փորձությունը մարդու կյանքի մեջ մի լավ գործ է անում։ Ինչ գործ է անում փորձությունը։ Համբերություն է առաջացնում։ Ես մեր եկեղեցում Աբովյան միշտ ասում էի, երբեք մի աղոթեք ասեք, Աստված ինձ համբերություն տուր։ Այդ սխալ աղոթք է։ Բայց աղոթում ենք, ինչ անենք։ Բայց գիտեք, Աստծո ճանապարհը սա համբերություն ես ուզում, այս փորձությունը վերցրած զբաղվի, համբերությունը, երբ որ փորձությունը կվերջանա, համբերությունը կգա։ Հետևաբար Աստծո համբերություն մի ուզի։ Փորձությունը կգա, համբերություն կունենաս։ Նկատել եք այն մարդիկ, որ ամենաշատն են անցել փորձություններով, ինչ են, ամենաշատ համբերատար են իրանք։ Փորձությունը համբերություն է առաջացնում, երբ ասում եմ, որպեսզի կատարյալ եւ անթերի մարդ լինեք։ Ահա թե Աստված ինչպես է գործում մեր կյանքի մեջ։ Հետևաբար, երբ որ Աստված քեզ տաշում է, շատ արագ մի փախի այդ գործողությունից, համբերատար եղի եւ կտեսնես ինչ գեղեցիկ արդյունք է առաջացնելու քո կյանքի մեջ։ Լսել եք Նիկ Վույչիչի մասին։ Ով է լսել Նիկ Վույչիչի մասին։ Ամբողջ աշխարհն է լսել իր մասին, չէ՞։ Բայց Նիկ Վույչիչը ինչպիսի մարդ է, առաջին նկարագիրը որ տալիս ենք սա մարդ է, որ չունի։ Ինչ չունի։ Ձեռքեր չունի, ոտքեր չունի, վերջույթ չունի։ Այն ինչ որ մենք հիմա ունենք, ինքը չունի։ Բայց ինչքան բաներ ունի, որ մենք չունենք։ Երբ որ նա ծնվեց առանց վերջույթների, սահմանափակ վիճակների մեջ ծնվեց ինքը, եւ քանի անգամ ուզեցավ իր կյանքին վերջ տա։ 14 տարեկան էր, երբ որ իրանց տան աստիճաներից որոշեց իրան գցի գլխի վրա, որ իր կյանքին վերջ տա։ Ասում ամեն անգամ աղոթում էի հույսով, որ Տեր Աստված, հիմա կքնեմ, առավոտյան կարտանամ, կտեսնեմ ձեռքերս աճել են, ոտքերս աճել են, պատանի էի, միամիտ հավատում էի, բայց չէր ստացվում, ամեն առավոտ հիասթափությամբ էի օրը սկսում։ Բայց հետո Տերն ասեց՝ Նիկ, եթե թույլ տաս, ես կլինեմ քո ձեռքերն ու ոտքերը, եւ դու կգնաս ամբողջ աշխարհ եւ այնպիսի գործեր կանես, որ շատերը որ չունեն այդ ոտքերն ու ձեռքերը, ունեն, բայց չեն կարողանում անել։ Եվ այսօր Նիկ Վույչիչին ամբողջ աշխարհն է ճանաչում, ինչու՞։ Որտեւ թույլ տվեց, որ Աստված իրեն տաշի,
բնավորություն ձևավորի եւ իր վկայությունը շատերի համար օրհնություն է։ Ոտքեր չունի, ձեռքեր չունի, Քրիստոսանման բնավորություն ունի։ Մենք էլ կարող է շատ բաներ չունենանք, բայց ամենակարևոր մեր արժեքը մեր ունեցվածքի մեջ չի։ Հայաստանում սովորաբար որ մի հատ տղայի մասին խոսում են, ասում են մեր աղջկան ուզում է։ Շատերը աշխարհի մեջ այս հարց են տալի, ինչ ավտո է քշում։ Ճիշտ կարծես մարդու արժեքը իր մեքենայով է որոշվում։ Հետո ասում են, ինչ հեռախոս է բռնում։ Ասում են դե iPhone 13, չեղավ։ Աշխարհի մեջ մարդու արժեքը որոշվում է իր բռնած հեռախոսով, իր քշած մեքենայով, իր տնով, որտեղ ինքը ապրում է, իր ստացած աշխատավարձով։ Աստծո մոտ իր արժեքը որոշվում է իր որդու նմանությունով։ Այս սա է ամենաարժեքավորը, քույրեր եղբայրներ։ Հետևաբար ադամանտես, այո, բայց դեռ պիտի տաշվես։ Բնավորությանդ մեջ սուր անկյուններ կան, որոնք պիտի փոխվեն։ Կոպտություններ ունես, որ պիտի փափկանան։ Անտարբերություն կա, անպարտաճանաչություն կա, բնավորության գծեր կան, որոնք քեզ խանգարում են, Աստծուն էլ են խանգարում։ Ուրեմն պիտի գցի դուրս, որպեսզի ադամանտ դառնաս։ Չորրորդը վերջինը։ Ոսկին էլ պիտի ինչ լինի, հալվի ու զտվի։ Առաջինը քարոզի մեջ որն էր, խաղողը պետք է, եթե կյանքը քեզ ճզմում է, ուրեմն իմացի խաղող ես դու։ Բարի լուր ունեմ ասելու, շուտով գինի ենք խմելու քեզանից։ Երկրորդ որն էր, զեթը ձիթապտուղը պետք է ինչ լինի, քամվի, որ իրանից յուղ դուրս գա։ Երրորդը ադամանդը պետք է տաշվի, որ արժեքը բարձրանա։ Եվ վերջի չորրորդը ոսկին պետք է հալվի, որ մաքրվի։ Եվ որքան կրակ ուժեղ է, այնքան զտվել ավելի ուժեղ է լինում, չէ՞։ Որքան շատ է զտվում ոսկու հետ ինչ է կատարվում, գինը ինչպես է բարձրանում, ասում են հարգը բարձրանում է, հայերեն այդպես են, հարգը բարձրանում է։ Հարգը ոչ թե երրորդ հարկ է բարձրանում ինքը, հարկ չէ, հարգը։ Այսինքն ինչ է, ռուսերեն դրան ասում են պրոբը բարձր։ Ամենաբարձր հարգի ոսկին ինչքան է, երիքը կիմանամ։ 24 եք ստեղ ասում, ոչ Հայաստանում չեն ասում 999, հա? 999, այսինքն իր մեջ ոչինչ էլ չկա, միայն ոսկի, pure gold։ Որքան հարգը ցածր է, այսինքն ինչ է, իր մեջ ուրիշ մետաղներ կան, որից ինքը չի ազատվել դեռ։ Ինչ է սա նշանակում մեզ համար։ Կրակը չի գալիս, որ քեզ ոչնչացնի։ Կրակը գալիս է, որ քեզ մաքրի։ Տեր Հիսուսն ասաց, որ մի մկրտություն ունեմ մկրտելու, չէ, կրակի մկրտության մասն էր խոսում։ Հովհաննեսն ասաց, որ Հիսուսը գալիս է, որ մեզ Սուրբ Հոգով եւ կրակով մկրտի։ Իսկ կրակը դա չի, որ որոշ քարոզիչներ ձեռը դնում են, ասում են կրակ Հիսուսի անով են մեկն է սենց ընկնում է գետնին։ Հետո ասում են, «Էս ինչ եղավ», ասում են, «Եղբայրը կրակով մկրտվեց»։ Հետո վերակեմ իրան թափատալի գնմատուն բան չփոխվեց իր կյանքի մեջ։ Իսկական կրակը փորձության կրակն է, որ գալիս է քեզ զտելու եւ մաքրելու։ Եկեք խոստովանենք, որ Աստծուն ամենախորը ճանաչել ենք նեղությունների ժամանակ, կոտրվածությունների ժամանակ, փորձությունների ժամանակ։ Կրակը մի բան է անում, քույրեր եղբայրներ, կրակը խառնուրդը դուրս է հանում մեզանից։ Այն մետաղները, որ խառնվել են ոսկու հետ եւ իրան դարձրել են անարժեք, կրակը գալիս է, որ հեռացնի մեր կյանքից, վառի դրանք հեռացնի։ Դուք տեսել եք ոսկու քար։ Ես տեսել եմ ոսկու քար։ Ինչ ձև է ինքը։ Ինքը ոսկու նման չի, դեղին չի։ Երբեմն սև է, երբեմն մոխրագույն է, փոքրիկ փայլեր կան իր մեջ։ Բայց ինքը արժեք չունի։ Այս վերջերս մեր մոտ քարոզում է, մեր քույրերից մեկը գնաց ոսկու հանքից մի հատ քար բերեց, տվեց ինձ, վերցրակ ես պետք կգա։ Հետո այդ քարը այնքան ծանր էր, ուզում էի բերեի Ամերիկա, թողեցի Հայաստանում։ Երբեմն պետք է գալիս քարոզի մեջ, բայց ինքը քարը արժեք չունի։
Բայց երբ որ ինքը կրակի միջով է անցնում, սկսում է հալվել, հետո այն կողմից էլ քար դուրս չի գալիս, այն կողմից դուրս է գալիս մաքուր ոսկի։ Հիմա պատկերացնում եք ոսկին, չգիտեմ ինչ աստիճանում է հալվում, այստեղ ձեր մոտ ուրիշ է աստիճան, չէ՞, Ֆարենհայթ են ասում։ Բայց այն աստիճանում, որ երկաթն է հալվում, ոսկին չի հալվում։ Այն աստիճանում, որ փայտն է վառվում, ոսկուն ոչ մի բան չի անում դա։ Դրա համար երբեմն ոսկերիչն ինչ է անում, թեժացնում է այդ կրակը։ Հետո ոսկին ինչ ասում, շոքա, այ մարդ, էս ինչա կատարվում իմ կյանքի մեջ, խեղդվում եմ արդեն, չեմ դիմանում, ով Աստված, մի բան արա։ Աստված գիտեք ինչ ասում, անում եմ բա, անում եմ։ Ինչ ես անում, կրակն ավելի է ուժեղացել։ Համբերիր։ Եվ հետո էլ ձենը դուրս չի գալիս։ Գիտեք ինչա դուրս գալիս, ոսկինա դուրս գալիս, մաքուր ոսկինա դուրս գալիս։ Ինչն է խառնուրդը, որ Աստված ուզում է հեռացնել մեր կյանքի միջից։ Քուրեր եղբայրներ, դժգոհությունը խառնուրդ է, որ ինչ անում, մեր ոսկին էժանացնում։ Ծուլությունը խառնուրդ է, էժանացնում է մեզ։ Մեղքը խառնուրդ է, մեր արժեքը գցում է։ Հոբի 23-րդ գլխի մեջ 10-րդ համարում հանկարծ հասկացավ Հոբը, որ այս փորձությունը ինչի համար է։ Գիտեք, շատ անգամ երբ որ հասկանում ենք, նոր մխիթարվում ենք։ Չէ, Աստված այնքան է երկարացնում, մինչև հասկանաս։ Հենց հասկանում ես, Աստված ասում է, «Էսի հասկացավ, արդեն հանեք սրան, պատրաստ եմ»։ Հենց չես հասկանում, միշտ դժգոհում ես, Աստված ասում է, «Հələ սրա մեջ դժգոհություն կա, կրակ ավելի թեժացրեք»։ Ուրեմն Հոբը հասկացավ եւ ասաց. երբ որ նա ինձ փորձի, ես ոսկու նման դուրս կգամ։ Այ քեզ վստահություն։ Ուրեմն Հոբը հասկացել էր, որ նա ոսկերիչի ձեռքի մեջ է։ Աստված իրեն հալեցնում է, որ իր արժեքը բարձրացնի։ Դրա համար Հակոբոսը իր թղթի մեջ Հոբի մասին ինչ գրեց, ով է հիշում։ Ասում է Հոբի համբերության եւ հավատքի մասին լսել եք արդյոք։ Իսկ որն էր Հոբի ամենամեծ արժեքը, որ նրան այդքան գնահատական տվեց, դա նրա համբերությունն էր։ Նա մինչև վերջ համբերեց։ Եվ ով է հիշում Հոբի հետ ինչ եղավ։ Կրկնապատիկ օրհնվեց Հոբը։ Կրկնապատիկ օրհնվեց։ Սա է արժեքը, իր արժեքը բարձրացավ։ Ինչքան բնավորությունը փոխվեց, իր հարստությունն էլ շատացավ, իր համբավը տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։ Զաքարիա 13:9-ն էլ ասում է. կրակի մեջ պիտի գցեմ եւ նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում, ինչպես ոսկին են փորձում։ Աստված ոսկերիչ է, զտում է մեզ եւ փորձում է մեզ։ Սա է Աստծո գործը մեր կյանքի մեջ, քույրեր եղբայրներ։ Եվ կուզենամ ավարտենք, բայց մի հատ բոնուս ունեմ այս քարոզի մեջ։ Դրա համար պետք չի էքստրա չարջ չեմ անի ձեզ։ 5-րդ կետը սեր մնա։ Առաջինը ինչն էր, խաղողը պիտի ճզմվի, հետո ձեթը պիտի ձիթապտուղը քամվի, հետո ադամանդը պիտի տաշվի, հետո ոսկին պիտի հալվի, հիմա ուշադիր 5-րդը սեր մնել պիտի ցանվի, պիտի մեռնի, որ պտուղ բերի։ Հովանու 12:24-ում Տեր Հիսուսն ասաց. մինչև սերմը չընկնի հողի մեջ ու մենակ չմնա, չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Հիմա պատկերացնում եք սերմի վիճակը, երբ որ ինքը կորում է հողի մեջ, երբ որ իրան գցում են հողի մեջ, հələ ոչինչ, բայց նայում է շուրջ բոլորը կեղտը, ցեղ, սև հող, նայում է վերև արևը փայլում է, դեռ ոչինչ, հետո տեսնում է հող են լցնում իր վրա։ Էս ինչա հետս կատարվում։ Տեր Աստված, մարդիկ թաղել են ինձ իրանց հիշողության մեջ, էլ ինձ չեն հիշում, հետաքրքրված չեն ինձանով, ինչի համար ես դու անում։ Դու պիտի մեռնես։ Քո էգոիզմը պիտի մեռնի։ Ինչի համար ես դու ինձ սպանում, Տեր, որպեսզի քեզանից պտուղ դուրս գա։ Հարուրապատիկ պտուղ, փոխված բնավորություն եւ նոր կյանք։ Սերմի մեջ ինչ կա։ Սերմի մեջ անտառ կա,
չէ, սերմի մեջ պտուղ կա, սերմի մեջ գույն կա, համ կա, հոտ կա, բայց այդ ամեն ինչը դուր չի գա, եթե այդ սերմը չընկնի ու չմեռնի։ Դրա համար եթե դու այսօր այս վիճակների մեջ ես, եթե դու այսօր զգում ես, որ կյանքը քեզ ճզմում է, իմացիր, որ Աստված է դրա հետևում կանգնած, նա ուզում է քեզ փոխել։ Աստված քեզ ճզմում է, ոչ թե պարզապես ճնշում, դրա համար առաքյալն ասում է նեղված ենք, բայց ճնշված չենք։ Այսինքն դա չի գալիս քեզ սպանելու համար։ Աստված քեզ քամում է, բայց չի քանդում։ Աստված քեզ ձևավորում է, բայց չի ձախողում։ Աստված քեզ հալեցնում է, բայց չի հալածում։ Եվ Աստված քեզ պտղաբեր է դարձնում, ոչ թե պակասացնում։ Ուրեմն ինչ որ անում է, լավ է անում։ Համաձայն եք, ճիշտ է անում Աստված։ Եվ եթե այսօր նեղված ես, մի եզրակացրու եւ մի ասա Աստված ինձ թողել է, Աստված ինձանից հեռացել է։ Աստված գործ է անում քո կյանքի մեջ։ Աստված քեզ փոխում է։ Ուրեմն գինի, ձեթ, ադամանտ, ոսկի, պտուղ։ Այս 5 բանը, որ Աստված ուզում է քո կյանքի մեջ անել։